Երրորդ, մեղադրող կողմը ասում է, որ ուրեմն ընդդիմադիր հավաքների վերաբերյալ ինչ-որ մեկին մեր ժողովրդից հարգելի վկա, որպես վկայակոչումը, որն ասել է, որ ընդդիմադիր հավաքներ են կազմակերպում սաննա, դրա համար վկայի կարիք չկա, պատվարժան դատարան, մարդուն էլ չարչարելու, դրանք բոլորը էկրանի վրա են, այո, քանի այս իշխանությունը գոյություն ունի, եւ իմ բերանի մեջ շունչ կա, սիրտս էլ տրոփում է, ես ընդդիմադիր չեմ լինելու, ես պայքարելու եմ, որ ազատագրվի իմ երկիրը, ու վեր, որովհետեւ այդ ազատագրությունը նաեւ ձեր ազատագրությունն է, ամբողջությամբ, սա մարմնավոր ազատագրություն չի միայն, հոգեվոր ազատագրությունը, այս քաղցկեղը, որ մեր կյանքի մեջ է բոլոր բջիջներով, մտած տնտեսության մեջ, դատական համակարգի մեջ, քաղաքական երկիրը վաճառելու, Արցախը հանձնած մարդկանց այսքան զոհերով, հիմա դրանում ինչ գաղտնիք կա, որ մի հատ էլ վկա պիտի բերեք, էսա վկաները նստած են այստեղ, իմ տուն եկած, այս լիքը մարդ կա այստեղ, ինչու՞ ես մարդիկ ապակոյես մի կողմը չեն, կամ վկա չեն, լիքը, որ մեկին ուզում, դա մի հազարատեն կարող են բազմապատկել, ինչ է նշանակում Գալստանյանի տուն են գնացել, լավ են արել, ասենք, բանի տունը որ գնային, ինչ-որ դդմազգի տուն գնային, կամ ինչ-որ մեկի տուն գնային, նշանակում է հանցանք են գործել, ինձ համար դրանք հանցավորներ են, հանցավոր խումբ, ահաբեկիչ, ում են ասում, այո, ես բացահայտ ասում եմ, ես եղել եմ պայքարի մեջ, մնալու եմ պայքարի մեջ, բացարձակ ոչ մի բան չակնկալելով, հիմիկվանից էլ ասում եմ, ոչ էլ խափանման միջոցի փոփոխություն, ոչ մի բան, բացարձակ, ոչ մեկի համար թող գաղտնիք չլինի դա, ինձ ոչ կալանքը, ոչ այս ցապրտած խոսքերը, ոչ այդ գործակալների արտահայտությունները, որոնք տոննաներով դրամ են ստանում երկիր ծախելու համար, հեռուստացույցով խոսեն, այս մարդիկ են մեզ մեղադրելու, կամ մեզ մեղադրյալ են ասելու, ահաբեկչության մեջ են, եթե արած լինեիք ասում արել են, չեմ էլ խուսափի ասելուց, բացարձակ, անհրաժեշտությունը եղել է արել են, բայց դրա մասին խոսք չկա,